Երբեմն մարդ հարստությունը կորցնում է եւ տխրում է, բայց երբ ժամանակն է կորցնում, չի տխրում, չի հասկանում, որ ամենամեծ հարստությունը ժամանակն է։ Տարեդարձի ինքնանկար հաղորդման այսօրվա հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Հովհաննիսյան, ինչ կպատմեք ձեզ մասին, որտեղից եք սերում։ Ես անկեղծ ասած չեմ կարող իմ ամբողջ տոհմածառը ներկայացնել մի պարզ պատճառով, որ իմ հայրը ծնվել է Արևմտյան Հայաստանում, Բիթլիսում, Բաղեր քաղաքում, եւ նա ցեղասպանությունը վերապրածներից մեկն է։ Ես չեմ տեսել իմ տատիկին, ես չեմ տեսել իմ պապիկին, որին թուրքերը սպանել են եւ որի պատճառով իմ հայրը անհայր է մեծացել։ Եվ նա այնքան փոքր է եղել գաղթի ճանապարհին, ընդամենը 1 տարեկան, որ չէր կարող ինձ ներկայացնել իմ գերդաստանի պատմությունը, իսկ տատիկիս եւ մյուսներին դարձյալ չեմ տեսել։ Բայց գիտեմ, որ սերում եմ Հովհաննիսյանների տոհմից, գիտեմ, որ սերում եմ Բիթլիսից, Արևմտյան Հայաստանից, եւ ես ինձ ամբողջությամբ զգում եմ արևմտահայ։ Տիկին Հովհաննիսյան, ինչ կհավելեք Գերդաստանի պատմությունից։ Ես միայն գիտեմ, որ իմ պապիկը բժիշկ է եղել, եւ երբ առաջին աշխարհամարտը սկսվել է, նա տանից դուրս է եկել, որպեսզի ընտանիքին փրկելու, գաղթի ճանապարհը բռնելու համար ինչ որ միջոց ձեռք բերի, ասենք սա այլ կամ մի այլ բան, եւ այլևս չի վերադարձել։ Նրա ճակատագիրը ինչ է եղել, ինչպես է եղել, ընտանիքը չգիտեր, այնպես ինչպես իմ նորածին հայրը այն ժամանակ։ Բայց գիտենք, որ նա մասնագիտությամբ բժիշկ է եղել եւ շատ սիրված, իսկ տատիկս Թաքուհի անունով պարզապես իմաստուն կնոջ համբավ է ունեցել։ Իհարկե տնային տնտեսուհի է եղել, խնամել է բազմանդամ ընտանիքի մայր է եղել, տատիկ է եղել, եւ երբ հայրս ծնվել է, նրա քույրերը արդեն երեխաներ ունեին, եւ գաղթի ճանապարհին նրան գրկած բերել են ինչպես իր մայրը, այնպես էլ իր քույրերի երեխաները։ Այնուհետև նրանց կյանքը արդեն իր շարունակությունը գտավ Արևելյան Հայաստանում, հայրս մասնագիտությամբ ինժեներ էր եւ նաև գեոդեզիստ մասնագիտությամբ, որը շատ էր սիրում։ Մենք նրանից ժառանգել ենք, ինչ ասեմ, չափից դուրս ազնիվ, մաքուր, մաքրամաքուր հոգի ունեցող անձնավորություն էր հայրս, եւ ամբողջ կյանքում ինձ համար ցավ է եղել, որ իմ հայրը անհայր է մեծացել։ Դեռ մանկությունից ես մտածել եմ ինչու պիտի իմ հայրը հայր չունենար, եւ այդ ցեղասպանության թեման իմ մեջ միշտ նստել է, որ ես դա հասկանամ, բացատրեմ, մեկնաբանեմ եւ հասցնեմ այլոց, թե այլազգերի, այդ իսկ պատճառով հետագայում ցեղասպանության թեման ինձ մոտ դարձավ 2-3 աշխատությունների թեմա։ Թումանյան առաջին աշխարհամարտի տարիներին, որբերի ամենայն հայոց հայրիկը, որտեղ արծարծվում է ցեղասպանության թեման, եւ այդ բոլոր գրքերը ես նվիրել եմ ոչ միայն իմ հայրիկին, այլ նաեւ իմ պապիկին Պետրոսին, որին չեմ տեսել, բայց որի հիշատակը միշտ վառ եմ պահում իմ սրտում, որպես ցեղասպանության զոհ եւ հայրիկիս նույնպես ցեղասպանությունը վերապրած անձնավորություն։ Ում անուն եք կրում։ Գիտեք, իմ անունը Սուսաննա ժամանակին եղել է տարածված եւ շատ շատերն են այդպես անվանել իրենց ուրեմն աղջիկներին, ասեմ, որ այն ոչ մի կողմի տատիկիս, ոչ մյուս կողմի տատիկիս Անուշ եւ Թաքուհի նրանց անունները չի, որովհետեւ ըստ ամենայնի արդեն զբաղված էին այդ անունները, եւ մայրս ինձ անվանել է Սուսաննա։ Սուսաննա անվան ծագումը ոմանք կարծում են, որ ասորական է, ոմանք եբրայական, բայց բոլոր դեպքերում այն հետաքրքիր է իր իմաստով ու նշանակությամբ։
Այն մի քանի նշանակություն ունի, մոտավորապես 19, որոնցից առաջին նախ նշանակում է սպիտակ ծաղիկ, սպիտակ շուշան եւ սպիտակաթույր շուշան եւ պարզապես սպիտակամորթ, տարբեր իմաստներ եւ տարբեր նշանակություններ ունի։ Առաջին 3 նշանակությունը այն է, որ այդ անունը կրողները ստեղծագործական էություն ունեն, ուշադիր են եւ այլ հետաքրքիր հատկություններ կան, բայց ամենավերջինը այն է, որ ժամանակակից են, այսինքն մոտավորապես նշանակում է, որ ժամանակակից չեն եւ առատաձեռն են։ Ահա շատ տարբեր նշանակություն, սանդղակ գոյություն ունի։ Այդ սանդղակով ես միայն առաջին 3-ն եմ հիշում՝ ստեղծագործական, առատաձեռն եւ ուշադիր։ Կոնկրետ ուշադիրի առումով ինձ համար կարող եմ ասել, որ այնքան էլ ճիշտ չէ, ժամանակակիցն էլ չեմ կարող ասել։ Դա էլ երևի ինձ համար երբեք չեմ նորաձևությանը հետևել եւ նորաձևությունը միշտ տեսել եմ այնտեղ, որտեղ կա արժեք, որտեղ կա էություն, բովանդակություն եւ կարեւորը դա է եւ ոչ թե ձևը։ Այնպես որ գուցեև ճիշտ է, որովհետեւ ես գուցեև ժամանակակից չեմ։ Բայց ամենից շատ նրա հայկական տարբերակը Շուշանն է եւ կյանքում միայն մեկն է ինձ Շուշան ասել, երբ ես սովորում էի բանասիրական ֆակուլտետում, այնտեղ մի հրաշալի բանասիրական ֆակուլտետի դեմքը ներկայացնող դեկան ունեինք, Մկրյան կամ Մկրտիչ Մկրյան, որը ինձ ասում էր, ինչ Սուսաննա, դու Շուշան ես, ես քեզ միայն այդ անունով պիտի դիմեմ։ Միակ մարդը կյանքում, որ ինձ ասում էր ոչ թե Սուսաննա, այլ Շուշան։ Տիկին Հովհաննիսյան, որ տարիքից եք ձեզ հիշում։ Մանկության ձեր ամենավառ հուշերից մեզ այսօր կներկայացնեք։ Ես բավականին փոքր կրտսեր տարիքի հուշեր ունեմ, նույնիսկ մանկամսուրից, ոչ միայն մանկապարտեզից։ Իհարկե շատ հիշողությունները այնպես են, որ միա տարածությունն եմ հիշում, մանկամսուրի դեմքեր եմ հիշում, բայց ոչ խոսակցություններ, իսկ այն ժամանակ տարածված էր, որ 40 օրից հետո մայրը պիտի գնար աշխատանքի եւ երեխային պիտի տաներ մանկամսուր։ Ես գնացել եմ 40 օրեկանից մանկամսուր, որից հետո մանկապարտեզ։ Իհարկե մանկապարտեզում էլ կան շատ գեղեցիկ հուշեր, ինչպես էին մեզ հագցնում խոհարարի զգեստներ, փորձում էին մեզ ճաշ պատրաստել, սովորեցնել եւ այլն։ Ավելի իհարկե պատանեկության տարիների հուշերն են տպավորվում, որոնք շատ ավելի գիտակցված են եւ ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես մենք ճամբարում Արթիկի Արագած ճամբարի աշակերտներով, երեխաներով բարձրացանք Արագածի գագաթը։ Ես հիմա չեմ կարողանում հավատալ, որ ես ինքս կարողացել եմ բարձրանալ Արագածի գագաթը այդ հասակում։ Եվ իհարկե շատ կան նաև մի տեսակ տխուր հիշողություններ, որոնք ձևավորում էին աշխարհայացք մեր հարևանների։ Ես ապրել եմ Չարենցի նրբանցք, այսինքն Երևանում եմ ծնվել եւ ապրել եմ Չարենցի փողոցի վրա։ Այդ շրջանում շատ էին ազգությամբ ադրբեջանցիները, այդտեղ կար ադրբեջանական դպրոց եւ ես հիշում եմ միշտ այն օրերը, երբ մեզ համար կարեւոր էին, օրինակ մայիսի 1-ը խորհրդային տարիներում շատ կարեւոր էր, մայիսի 9-ը, այդ մեր փողոցում մի ընտանիք կար ընդամենը, որոնք թուրք ասեմ թե ադրբեջանցի, որի տղաները, նրանց անուններն անգամ հիշում եմ, մեկինը Էլդար էր, մյուսինը, չգիտեմ, ինչ, նրանք անպայման քարերով լույսերը, որոնք փողոցները լուսավորում էին, տալիս էին եւ կոտրում էին այդ լույսերը, որպեսզի այդ տոնորով փողոցում մութ լինի։ Ես այն ժամանակ ոչինչ չէի հասկանում, թե ինչու է այդպես, չէ՞ որ այդ երեխաները նույնիսկ գալիս էին, որ մենք խաղայինք եւ այլն, բայց արդեն մտածում էի, որ ինչ որ մի բան այն չի, ինչ որ մի բան սխալ է, մանուկ է, վերլուծել չէի կարող, բայց հասկանում էի, որ նույնը չենք։ Այս իմաստով իհարկե չգիտեմ ինչ հուշ անվանել դա, տխուր, հուշող,
մի խոսքով։ Ես չգիտեմ դրա անունը հուշ է, գուցեև հուշ է եւ հիշողություն։ Ես ամբողջ կյանքում ինձ համար մի սկզբունք ունեմ, որ չկա ավելի մեծ շռայլություն, քան շնորհակալության շռայլությունն է։ Եվ անկախ ինչպես է անցել մեր մանկությունը, իսկ մեր մանկությունը այդպես լիության մեջ առանձնապես չի անցել, բայց մենք դպրոցական տարիքում ունեինք շատ գեղեցիկ հուշեր, անverջ սպասում էինք, երբ պիտի հոկտեմբերիկի տոնը լինի առաջին երկրորդ դասարաններում, որ մեզ պետք է ուրեմն նշան փակցնեին, որ մենք արդեն հոկտեմբերիկ ենք, երբ պիտի պիոներ դառնանք, եւ ես մեծ սիրով հիշում եմ իմ առաջին դասարանի ուսուցչուհուն։ Առաջին դասարանի ուսուցչուհին շատ կարևոր դեր ունի յուրաքանչյուր երեխայի կյանքում։ Մեզ թվում էր, թե նա սուրբ է, նա ամեն ինչով, իր կեցվածքով, իր տեսքով հմայում էր մեզ եւ հետագայում, երբ ես իմ դպրոցը փոխեցի, սովորել եմ Նարդոսի դպրոցում, հետո տեղափոխվել եւ ավարտեցի Ռաֆու դպրոցը։ Յուրաքանչյուր ավարտական երեկոյին կամ ցերեկույթին 10-րդ դասարանում միշտ լինում էր հանդիպում առաջի դասարանցիների եւ 10-րդ դասարանցիների միջև։ Եվ քանի որ ես Ռաֆու դպրոցում էի, ես չկարողացա ներկա լինել Նարդոսի դպրոցում եւ շնորհակալություն հայտնել իմ առաջին դասարանի ուսուցչուհուն։ Անցան տարիներ, նա ինձ չէր տեսել առնվազն 6, 7, 8, գուցե ավելի շատ, ես դարձել էի ուսանող, ինքը առաջի դասանում էր, հանկարծ իմացա, տեղեկացա, որ նա ֆրանսիական դպրոցի տնօրենն է, Վարսիկ Քալաշյան ազգանունով, եւ ասացի, որ եթե ես նրան շնորհակալություն չհայտնեմ, ինչ որ բան պակաս կլինի իմ կյանքում, եւ առանց որևէ բան ասելու, պարզապես ծաղիկներ վերցնելով, գնացի այդ տարվա վերջին զանգին այդ դպրոց եւ շնորհակալություն հայտնեցի այն մեծ սիրո, այն մաշտոցյան աշխարհ մտցնելու, այբուբենին առնչելու եւ այն ամեն լավի ու գեղեցիկի համար, որ նա սերմանել էր մեր մեջ առաջին դասարանից։ Ես իհարկե հիմա չգիտեմ նա ուր է, որտեղ է, ինչ է, բայց մտածում եմ, որ նա մեծ գործ է արել եւ ընդհանրապես յուրաքանչյուր առաջին դասարանի ուսուցչուհի, որը նոր կյանք մտնող երեխաներին տալիս է սրտանց, անկեղծ հայեցի դաստիարակություն, արդեն հրաշալի է եւ պետք է նրանց միշտ շնորհակալ լինել եւ ես շատ շնորհակալ եմ իմ դպրոցական բոլոր ուսուցիչներին ու հատկապես հայոց լեզվի եւ հայ գրականության ուսուցիչներին, ընկեր Խառատյանին, ընկեր Շամամյանին, բոլորին, եթե ողջ են, թող առողջ լինեն եւ հպարտանան իրենց արածով, իրենց ստեղծածով, իրենց ավանդով, որ դրել են մանուկ սերնդի դաստիարակության մեջ։ Տիկին Հովհաննիսյան, այս ամենից ենթադրում ենք, որ դուք իսկապես գոհ եք ձեր դպրոցական տարիներից։ Այո, իհարկե, մեր դպրոցական տարիները շատ հարուստ էին։ Ես այսպես ասած պաշտոն ունեի ժամանակի համար, այն ժամանակ պիոներական կյանք կար, դրուժինաներ կային, ջոկատներ կային, բոլոր ջոկատները միասին կազմում էին մի դրուժինա, բոլոր դասարանների, եւ ես տարիներ շարունակ եղել եմ դրուժինայի խորհրդի նախագահ։ Իսկ դրուժինայի խորհրդի նախագահները ունեին ակումբ պիոներ պալատում, որը կոչվում էր խարույկ։ Խարույկցիները հատուկ ինչ որ ուշադրության էին արժանանում երկրի ուրեմն կրթությամբ զբաղվող բոլոր պատասխանատուների կողմից, հաճախ էին ուղարկում Ղրիմ, ճամբար երեխաներին, միայն խարույկցիներին եւ դու սկսում էիր ապրել, սովորում էիր ապրել բոլոր ուրիշների կյանքով, ոչ միայն քո։ Դու հասկանում էիր, որ դու միայն քեզ համար չի, որ պիտի աշխատես, քեզ համար չէ, որ պիտի սովորես, այլ պիտի բոլոր դասարաններից տեղեկություն ունենաս, դու պետք է հարգես քո շրջապատի կարծիքը, տեսնես ինչ են անում, ինչպես են անում, ինչպես կարող ես օգտակար լինել, ինչպես կազմակերպել, որ բոլորը միասին լինեն։ Բազմաթիվ միջոցառումներ էին լինում, ինչը այսօր գրեթե բացակայում է դպրոցներից, բոլոր ազգային բովանդակությամբ, ուսուցիչները մի տեսակ ապրում էին երեխաների կյանքով։ Այո, ես չեմ կարծում, որ վարդագույն եմ ներկայացնում, ովքեր խորհրդային շրջանում ապրել են, նրանք գիտեն, որ իսկապես դպրոցական կյանքը լի էր բովանդակությամբ, ասենք, մենք պետք է գուցե կային կեղծ հերոսներ, որոնցից ստեղծում էին Թիմուրի ջոկատ, բայց ճիշտ էր, որ մենք գնում էինք օգնելու մեծահասակներին, որոշ ընտանիք
տանիքներում մետաղի ջարդոն էինք հավաքում, թղթի մակուլատուրա էինք հավաքում, որպեսզի օգտակար լինենք հայրենիքին, եւ այդ ամենը մեր մեջ դաստիարակում էր որոշակի արժեքներ, որ պետք է եւ հարգել մեծերին, եւ խնայել բնությունը, եւ մտածել ինչպես, մի խոսքով, այո, իհարկե ես դժգոհ չեմ իմ դպրոցական տարիներից եւ ընդհանրապես դժգոհ մարդ չեմ։ Տիկին Հովհաննիսյան, ուսանողական տարիները արդյոք ձևավորեցին ձեր անհատականությունը, հիմնավորեք համարում ձեր կրթությունը։ Գիտեք ինչ, ես կարծում եմ ոչ միայն ուսանողական տարիները, անհատականությունը ձևավորվում է շատ փոքր հասակից։ Պարզապես ուսանողական տարիները այդ ձևավորված անհատականության որոշակի գծերը շատ ավելի գիտակցված են դարձնում։ Դու արդեն հասկանում ես, որ այս բանը քեզ դուր է գալիս, մյուսը ոչ, մանավանդ որ իմ ուսանողական տարիներից ես հասկացա ինչ է ժամանակը, որ ոչ մի ակնթարթ կյանքում չպետք է հենց այնպես անցնի։ Ես ուսանողական տարիներին սովորում էի բանասիրական ֆակուլտետում Երևանի պետական համալսարանի, միաժամանակ աշխատում էի Երևանի պետական համալսարանի հրատարակչությունում որպես խմբագիր, միաժամանակ սովորում էի երկրորդ մասնագիտությունը, դարձյալ Երևանի պետական համալսարանում արվեստի ուղղությամբ կային հասարակական մասնագիտությունների ֆակուլտետներ 2 տարով, եւ օրինակ այդ դասերը նույնպես շատ բացի բանասիրականից սովորում էինք կերպարվեստ, սովորում էինք թատրոնի պատմություն եւ հրաշալի դասեր էին, հրաշալի դասախոսներ էին մեզ դասավանդում։ Ես հիմա կարծում եմ, որ այսօրվա ուսանողների հետ եթե ես ինձ համեմատեմ, իհարկե ես ունեցել եմ երջանիկ ուսանողական տարիներ, որովհետև ինձ դասավանդել են մեր դասականները, համաշխարհային մեծության դասախոսներ։ Ինձ դասավանդել է Ջահուկյանը, դասավանդել է Էդվարդ Ջրբաշյանը, Մկրյանը եւ բոլորը անխտիր նրանց բոլորին ես պարտական եմ ոչ միայն իմ գիտելիքներով, այլև տեսակով, գիտության նկատմամբ վերաբերմունքով, լավի ու վատի նկատմամբ ընկալումներով տարբեր, որովհետև դրանք իսկապես ոչ միայն մեծ գիտնականներ էին, այլև մարդկային շատ լավ որակներ ունեին։ Ես դեռ դպրոցում էի, երբ մեզ նաև դասավանդում էր Բարսեղյանը, հայոց լեզվի մասնագետ, որը եւ դպրոցում է ինձ դասավանդել։ Այո, Նարդոսի դպրոցում ինձ դաս է տվել։ Եվ երբ հանկարծ ես իմ ուսուցչին դասախոսի դերում տեսա պետական համալսարանում, ավելի մեծ, այսպես ասած, ուրախություն զգացի եւ ես շնորհակալ եմ իմ բոլոր դասախոսներին։ Չլինեին նրանք այնպիսին, ինչպիսին կային, չէի լինի ես, այնպես ինչպես իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարը, որը ճակատագրական դեր է ունեցել իմ կյանքում, Մագդա Ջանփոլադյանը։ Հպարտություն է, երբ քեզ դասավանդում են տվյալ մասնագիտությունների, տվյալ առարկաների դասականները, ինձ դասավանդել են բանասիրության դասականները, նրանք այնպիսի գիտնականներ են, այնպիսի ավանդ են թողել հայ մշակույթի եւ հայագիտության պատմության մեջ, որ դրանք միշտ մնալու են արժեքավոր ու կարևոր։ Այս իմաստով ես ինձ հպարտ եմ զգում, որ ունեցել եմ այդպիսի դասախոսներ։ Տիկին Հովհաննիսյան, ինչպես եք անցկացում ձեր ազատ ժամանակը։ Դա մի քիչ բարդ հարց է, որովհետև ես սովորաբար ազատ ժամանակ չեմ ունենում։ Եվ շատ բարձր եմ գնահատում ժամանակը որպես գաղափար, որովհետև ես ընդհանրապես վաղը չեմ ընդունում աշխատելիս, վաղը այսօրի թշնամին է։ Եթե դու որևէ գործ հետաձգում ես, ապա այդ գործը դատապարտված է ձախողման։ Այս իմաստով ես հիմնականում մտածում եմ, որ ինչ հնարավոր է, ինչ նպատակ, իսկ իմ նպատակները եւ ռազմավարական են, այսինքն հերոյի հետ կապված, եւ այսօրվա առանձին նպատակ, յուրաքանչյուր օրը պիտի իր նպատակը ունենա, յուրաքանչյուր շաբաթը, յուրաքանչյուր ամիսը, եւ այդ ձգտումը թույլ չի տալիս քեզ, որ դու շատ ազատ ժամանակ ունենաս, բայց քանի որ ես ունեմ
ընտանիք, որը երբեմն պարտադրում է ինձ ազատ ժամանակ, պարտադրում է, որ ես բացի իմ աշխատանքներից նաև ինչ որտեղ գնամ իրենց հետ, ազատ ժամանակները ես կուտակում եմ, որպեսզի աշխարհ տեսնեմ, երկիր տեսնեմ եւ դարձյալ իմ գիտելիքները հարստացնեմ, որը մի յուրօրինակ լրացում է այս իմաստով եւ իհարկե չափազանց կարեւոր են մտերիմների, ընկերների հետ զրույցներն ու հանդիպումները եւ նրանք մեծ մասամբ գնահատելով իմ ժամանակը սովորաբար խնդրում եմ, որ իրենք գան ինձ մոտ կամ այդ հանդիպումներից չեմ խուսափում, որովհետեւ այդ հոգևոր մթնոլորտը երբ ստեղծվում է իրար միմյանց լավ հասկացող նույն ուղղությամբ նայող անձերի ընկերների մեջ, որի գաղափարը վիթխարի մեծ գաղափար է ընկերության գաղափարը, իսկ ես ունեմ ընկերներ, նրանց հետ անցկացնելն է երևի թե ամենամեծ հաճույքը, որովհետև ժամանակ չկա, իսկ երբ գտնվում է այդ ժամանակը նրանց հետ շփվելու, դա ուրեմն իմ ազատ ժամանակի ամենաճիշտ տնօրինումն է, այսպես ասած, որովհետև գիտեք ընկերությունը շատ լավ բան է եւ դեռևս քրիստոնեությունից առաջ ստեղծված մի ավանդության համաձայն օրինակ Թումանյանը կա Շեքսպիրի մոտ Թումանյանը իր ընկերներից մեկին մեկենասներից մեկին որին շատ էր սիրում ասում էր իմ սիրելի Դամոն ինչու որովհետև երբ Դամոնին կասկածում են թագավորի դեմ ինչ որ գործողություններ պլանավորելու մեջ եւ որոշում են որ պետք է մահապատժի ենթարկեն բայց մահապատժի ենթարկելուց առաջ թագավորը նրան ասում է որ ասում է ես տեղ ունեմ գնալու խնդրում եմ թույլ տվեք գնամ հետո կգամ էլի մահապատժի կենթարկեք նա իմ փոխարեն թողնում եմ ընկերոջս նա գնում է եւ ուշանում է հարգելի պատճառներով իսկ եթե նա ուշանար պիտի կախաղան բարձրանար ընկերը եւ հենց այն պահին երբ արդեն ժամանակն էր որ ընկերը պիտի կախաղան բարձրանար գալիս է դամը եւ փրկում է ընկերոջը Ֆինդիասին եւ թագավորը այնպես է հիանում նրանց ընկերությամբ որ երկուսն էլ պատրաստ էին կյանք զոհել միմյանց համար որ մահապատիժը ասում է չի լինի եւ խնդրում եմ ձեզ ինձ էլ ընդունեք ձեր ընկերական շրջանի մեջ պատասխանը լինում է բացասական այսինքն թագավոր լինելը դեռևս չի նշանակում որ դու մեր ընկերը պետք է լինես ընկերության մեջ ուրիշ արժեքներ գոյություն ունեն եւ այս իմաստով իհարկե ես կարծում եմ որ ազատ ժամանակը ընկերների հետ անցկացնելը դա ասում եմ լավագույն ձևն է այդ ազատ ժամանակից արդյունավետ օգտվելու առումով Տիկին Հովհաննիսյան, ինչպես սկսվեց ձեր մասնագիտական ուղին Իմ մասնագիտական ուղին, ինչպես արդեն դուք գիտեք, իհարկե հիմնականում կապված է Թումանյանի հետ։ Թումանյանը եղել է իմ առաջնորդը, հետագա իհարկե մասնագիտական ուղին ես շատ սիրում էի գրականություն, այդպես ընտրեցի բանասիրությունը եւ այդ հարցում ես սկզբունքային էի։ Ինձ Էդվարդ Աղայանը, որը նույնպես մեր դասականներից է, հույակապ լեզվաբան, ամբիոնի վարիչ էր այն ժամանակ, ինձ առաջարկեց մնալ համալսարանում։ Ես հրաժարվեցի, որ այն ժամանակ հեքիաթ էր այդպիսի առաջարկից հրաժարվելը, որովհետև ասպիրանտուրայի տեղը հայոց լեզվից էր, ասեց իսկ ինչու, ասացի, որովհետև ես ուզում եմ գրականություն, ասեց, բա ինչու այսքան լավ լեզու գիտես եւ այս աշխատանքը կատարել ես, որը կարդացել էր նա նորաբանությունները եղեցի լույսում, ասի, որովհետև Սևակին եմ սիրում, ասա ձվածեղի խաթեր, թավի պոչը, մի խոսքով լավ ասեց, մերժում ես, հարգում եմ սկզբունքդ եւ նույն տարին, բայց ես չէի հավատում, բոլոր ժամանակներում են եղել ծանոթ այսպես ընդունվել ասպիրանտուրա, այնպես եւ այլն, ես մտածում էի, դե ավարտեցի համալսարանը, կգնամ ինչ-որ միտեղ կաշխատեմ, մեկ էլ դիպլոմային աշխատանքս Թումանյան էր, Թումանյանը եւ բնությունը Թումանյանի ստեղծագործություններում, դիպլոմային աշխատանքիս ղեկավարը Մագդա Ջանփոլադյանն էր,
միջքնաղ անձնավորություն, ոչ միայն լավ գիտնական, նրա անունը հատկապես թարգմանության ասպարեզում մեր բոլոր թարգմանաբանների մեջ բրենդ է պարզապես, այնքան նա բարձր որակի գիտնական է։ Նա ինձ ասաց նաև Թումանյանագետ, որովհետև նա հոյակապ ձևով ներկայացրել է Թումանյանի էպոսի մասին մի հրաշք աշխատություն ունի։ Եվ նա ինձ ասեց՝ «Տար գործերդ տուր ասպիրանտուրա»։ Ես ասեցի, բայց ես չեմ պատրաստվել, ես ամռանը թողեցի գնացի, քննությունները սեպտեմբերին էին, ասեց ոչինչ, տուր, այս տարի ես ավարտե, գիտելիքները թարմ են, ես իհարկե մի փոքր վախեցած, բայց այնուամենայնիվ տվեցի գործերս եւ դա եղավ շրջադարձային, որովհետեւ ես ընդունվեցի, դա երկար պատմություն է, ես այն չեմ պատմի, 10 դիմում էր մի տեղի համար, մեր խնդիրը հասավ մինչեւ Վիկտոր Համբարձումյան, բայց դա գուցե իմ կյանքի բարեբախտությունն էր այդ պայքարը, որովհետեւ ես ծանոթացա Վիկտոր Համբարձումյանի հետ եւ նրա հետ ոչ ավել ոչ պակաս զրուցեցի իր հոր մասին, որի կյանքն ու կենսագրությունը շատ լավ գիտեի, քանի որ Համազազբ Համբարձումյանը եղել էր Հովհաննես Թումանյանի հայ գրողների Կովկասյան ընկերության աշխատակիցներից մեկը, որի հետ նա միշտ միասին գործել էին եւ օրինակ Համազազբ Համբարձումյանը Թումանյանին ասեր, հետո ինչ որ պետություն չկա, ես ու դու հենց պետություն ենք, որովհետեւ մենք կատարում ենք այն գործառույթները, ինչ որ պետությունը եւ դա նույնպես իմ կյանքի գեղեցիկ հուշերից մեկն է Վիկտոր Համբարձումյանի հետ հանդիպումը, որից հետո իհարկե ընդունվեցինք, բայց մյուս հրաշքը, որ տեղի ունեցավ, դա ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ղեկավարությունն էր, քանի որ իմ թեման Թումանյանն էր ու նրանց բոլորին դուր եկավ աշխատանքը, նրանք որոշեցին, որ ես պիտի գիտեք վիթխարի համարձակություն էր պետք այդ տարիներին մտնել Թումանյանագիտության ասպարեզ, կարկառուն Թումանյանագետներ, Արամ Ինչիկյան, Լևոն Հախվերդյան, ես չեմ խոսում ամենա Թումանյանագետի ընկեր Ջրբաշյանի, Էդվարդ Ջրբաշյանի մասին եւ որոշեցին, որ այո, դռները բացում են ինձ համար եւ ես կարող եմ այդ ասպարեզ մտնել։ Եվ այսպես թե ընկեր Ջրբաշյանը, թե Մագդա Ջանփոլադյանը եղան իմ կյանքի ամենաթանկ մարդիկ եւս մեկի հետ միասին, Հովհաննես Թումանյանի դուստր Թամար Թումանյանի։ Թամար Թումանյանը մի շքեղ անձնավորություն էր, թումանյանական էությամբ, թումանյանական շռայլությամբ, թումանյանական բարությամբ, եւ նա առաջին իսկ օրվանից ինձ ընդունեց հարազատ աղջկա պես։ Ընդհանրապես Թումանյանները, ովքեր զբաղվում էին Թումանյանագիտությամբ, շատ ուշադիր էին։ Թումանյանների են, որ ասում են հացով տուն, չի եղել մեկը, որը նրա տանը հաց չկտրի, չհյուրասիրվի։ Օրինակ մի առիթով Թամարը ինձ ասեց, գիտես Մկրյանը մեր տանը հաց չի կերել։ Մի գնա իմացիր, ասեց, ինչ է սիրում։ Ես պատրաստ եմ հրավիրենք մեր տուն։ Եվ ես հետաքրքրվեցի ոչ Մկրյանից, ուրիշներից, ասացին ձուկ է սիրում, ասեցի աչքիս վրա, պատրաստեց ասետրինա, սեղանը գցեց եւ ինձ ուղարկեց, որ ես Մկրյանին ուղեկցեմ Թումանյանի թանգարան, որովհետեւ Մկրյանը թեև Թումանյանագետ էր, բայց ոչ բոլոր թումանյանական ընթերցումներին էր մասնակցում եւ ես ասեմ Մկրյանը որպես դասախոս մեծ սեր էր առաջացնում Թումանյանի հանդեպ բոլոր ուսանողների մեջ։ Թեև լավագույնը ինձ համար եղել է, մնում է եւ կմնա Էդվարդ Ջրբաշյանը գիտության առումով որպես Թումանյանագետ, բայց որպես դասախոս, որպես ռետոր, որպես թումանյանական ենթատեքստերը ուսանողներին հասցնող կա եւ կմնա ընկեր Մկրյանը։ Եվ այս իմաստով Թամարի վերաբերմունքը իսկապես թումանյանական էր իմ հանդեպ եւ այն ինձ եղավ շատ պարտավորեցնող եւ այն ամենը ինչ ինքը շատ բան է ինձ նվիրել եւ իրեր թումանյանական Թումանյանի ձեռքով գնված վերջին իրը ճապոնական Շարան Պոլսում գնված վերջին իրը Թումանյանի ձեռքով իմ հարսանեկան նվերն է եւ նա նվիրել է ինձ գիրք
Թումանյանի 3 թվականի հրատարակությունը 1900, որից 10 օրինակ լույս էր տեսել միայն մեծահարուստների համար, որպեսզի նրանք 100 ռուբլով գնեն այդ գիրքը եւ դրանով ապահովեն Թումանյանի ընտանիքը։ Եվ այդ թանկ գրքերից մեկը նա նվիրեց ինձ։ Եվ չգիտեմ, ինքը իմ կյանքի ամենահարազատ, ամենալավ անձնավորություններից մեկն է եղել, որի նկատմամբ սերը երբեք չի մարել եւ չի կարող մարել իմ մեջ եւ որի հետ առնչվելը ինձ միշտ հպարտություն է բերում։ Նրա շնորհիվ ես կարողացա նաեւ մտնել մեր գրական, մշակութային ընտրյալ հասարակության մեջ, եթե կարելի է ասել, որովհետև այն ժամանակ Համոսահյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, նրանք բոլորը այցելում էին Թումանյանների տուն, Վարազդատ Հարությունյանը, որը ճարտարապետ էր, Սարյանների ընտանիքի հետ շատ մոտիկ էին, Իսահակյանը ժամանակին իհարկե ես չեմ տեսել արդեն, բայց նրանց տան լավագույն եւ ամենասիրվածյունն է եղել, մի խոսքով նրանց հյուրասիրությունը հեքիաթ է, դա առանձին հաղորդման նյութ է, բայց ես ուզում եմ ասել այն, որ Թամարի շնորհիվ կարողացա այդպիսի միջավայր մտնել, շփվել մեր գրողների հետ, դա իհարկե ինձ համար մեծ պատիվ էր եւ մեծ տպավորություն եւ հարստություն ամբողջ կյանքի համար։ Ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը մեծ դեր խաղաց իմ ճակատագրում, թե որպես գիտական ղեկավար, թե որպես մարդկային որակ, մարդու տեսակ, որը շատ հազվադեպ է հանդիպում կյանքում։ Գիտեք, ես մի դեպք եմ հիշում, միշտ չգիտեմ ինչու այդ դեպքը տպավորվել է իմ մեջ, գիտեք Ջրբաշյանը փայտով էր, նա պատերազմի ժամանակ վիրավորվել էր, եւ երբ գրականության ինստիտուտում տարբեր բաժիններ, քննարկումներ, հաշվետվություններ էր լինում, երբեմն այցելում էր որևէ բաժին, որ տեսներ ինչ կա, ինչ չկա, մի անգամ այսպես դուռը բացեց նոր գրականության բաժնի, տեսավ աթոռ չկա, բոլորը նստած են, ձայն չհանեց, ծածկեց դուռը, դե մեզ թված չի մտնում։ 2 րոպե հետո տեսնենք դիմացի սենյակից մի ձեռքին փայտ, մյուս ձեռքին աթոռ գալիս է, որ մտնի մեր սենյակ եւ լսի, թե ինչպես է անցնում տվյալ օրվա քննարկումը գրականագիտական, այսինքն համեստության այդպիսի որ մի երիտասարդը չեմ ասում, ցանկացած մեկը ոչ թե ղեկավարի, ցանկացած մեկ այդպիսի փայտով անձնավորության համար կգնար ու այդ աթոռը մեծագույն սիրով կբերեր, բայց ուզում եմ ասել այդպիսի չէր սիրում որևէ մեկին նեղություն տալ, մինչև կյանքի վերջ գրադարան էր գնում, մի հույակապ անձնավորություն էր եւ այնքան էր կարողանում իր ասպիրանտին տալ։ Ինձ թվում է նա լավագույն ղեկավարն է եղել բոլոր հնարավոր ղեկավարների մեջ եւ այս իմաստով իմ բախտը շատ է բերել, որ նա եղել է իմ ղեկավարը եւ ամբողջ կյանքում նա ուղեկցել է ինձ ոչ միայն այդ 4 տարիներին, որից հետո պաշտպանություն եւ այլն, այլ ընդհանրապես ամբողջ կյանքում մնացել է թանկ ու հարազատ անձերից մեկը։ Գիտեք, կան անհատներ, որոնց ներկայությամբ մարդիկ ուրիշ են դառնում։ Այսինքն, եթե դու ունես թերություններ, դու կարող ես թաքցնել կամ չթաքցնել, եթե սովորական միջավայրում ես, բայց Ջրբաշյանը այն անհատներից էր, որը այնպիսի մի վիթխարի դրական լույս ուներ իր մեջ, բարոյական ու հոգեկան այնպիսի ուժ ուներ իր մեջ, որ մարդիկ իր ներկայությամբ դառնում էին ավելի լավը, ոչ թե պարզապես ձևացնում էին, այլ իսկապես դառնում էին ավելի լավը, որովհետև նրանք չէին պատկերացնում, որ նրա կողքին կարելի է ուրիշ վարքագիծ դրսևորել։ Երբ նա մահացավ, իսկ դա Թումանյանը ասում էր իմ թանկ վշտերից, որովհետև մարդու կյանքում շատ են լինում մահերը, բայց թանկ վշտերը շատ մեծ թիվ չեն կազմում։ Ջրբաշյանի մահը այդպիսին էր ինձ համար, երբ նա մահացավ, ես զգացի, որ միջավայրը ամբողջությամբ փոխվեց։ Մենք բոլորս ուրիշ էինք Ջրբաշյանի կենդանության օրոք եւ բոլորս դարձանք ուրիշ նրա մահից հետո, ավելի վատը, ոչ ավելի լավը։ Տիկին Հովհաննիսյան, կարողացել եք ձեզ իրացնել ձեր մասնագիտությամբ։ Ես կարծում եմ, ընդհանրապես ես չեմ կարող գոհ լինել,
Եվ եթե ես մտածեմ, որ ես ամբողջությամբ իրացրել եմ, նշանակում է ես անելու բան չունեմ, բայց դա այդպես չէ։ Իհարկե ես միայն Թումանյանի մասին մոտ 17 աշխատություն եմ գրել եւ ավելին դրանք տպագրվում են յուրաքանչյուրը 5-600 1000 էջի սահմաններում, բայց ես դա չեմ համարում, որ դա բավարար է եւ կարծում եմ, որ շատ անելիք կա։ Այնուամենայնիվ կարծում եմ ինչ որ մի բան եւ հետո ինձ թվում է այդ հարցը ինձ պետք է չտալ, այլ պետք է տալ իմ ընթերցողին, գիտական ընթերցողին կամ գիտահանրամատչելի հոդվածների ընթերցողին։ Թող նրանք ասեն, արդյոք այնինչ ստեղծվել է բավարար է իրենց համար, արժեք ներկայացնում է, թե ոչ։ Խնդրում եմ պատմել ձեր ծննդյան օրվա պատմությունը։ Ինչպես է այդ պատմությունը ձեզ փոխանցվել։ Իմ ծննդյան օրը շրջադարձային է եղել մեր ընտանիքի համար, որովհետև հայրս իր տանը, իր կառուցած տանը պահում էր հորեղբորս ընտանիքին, քանի որ հորեղբայրս չկար, նրա 3 որբ երեխաներին, 3-4 եւ իմ ծնունդից հետո որոշում են, որ պետք է նոր տուն կառուցել եւ անմիջապես Չարենցի փողոցի նույն բակում նոր տուն են կառուցում եւ մենք տեղափոխվում ենք այնտեղ ապրելու։ Տիկին Հովհաննիսյան, սիրում եք ձեր տարեդարձը, կներկայացնեք ձեր տարեդարձներից ամենահիշարժան օրվա պատմությունը։ Նախ ասեմ, որ ես տարեդարձները չեմ սիրում։ Ինձ համար ուղենիշ է Թումանյանի Հոբելյանների դեմ հոդվածը։ Այսինքն Հոբելյանը պիտի իսկապես դու լինես այնպիսի մշակույթի գործիչ, այնպիսի ավանդ ունենաս քո ժողովրդի պատմության մեջ, որ արժանանաս, ինչպես ասում են, գլուխդ այնքան բարձրանա քո ազգի պատմությունից ու մշակույթից, որ արժանանաս Հոբելյանի։ Իսկ տարեդարձները չեմ սիրում, որովհետև դրանք մի տեսակ երկակի էին վերաբերմունքը։ Մի կողմից դրանք մի օր ավել քեզ մոտեցնում են քո կյանքի ավարտին, իրականում։ Մյուս կողմից յուրաքանչյուր մարդ երևի արժանի է կյանքում ունենալու պարզապես իր օրը, ոչ թե ծննդյան օրը դալի, իր օրը, դա իր օրն է, տարեդարձի օրը, ոնց որ այդ օրը քո սիրելիները, քո հարազատները հիշում են, եղել են տարիներ, որ ես զանգել եմ, ասել եմ չգաք, միշտ ամեն տարի եղել է, միշտ ամեն տարի հավաքույթներ եղել են մտերիմների շրջանում, աշխատել եմ շեշտ չդնել, բայց չի ստացվել։ Ամեն դեպքում տարեդարձի խորհուրդը, գիտեք, երբեմն մարդ հարստությունը կորցնում է եւ տխրում է, բայց երբ ժամանակն է կորցնում, չի տխրում, չի հասկանում, որ ամենամեծ հարստությունը ժամանակն է։ Երբ մենք ժամանակ ենք կորցնում, եթե այդ ժամանակը կարելի է վայելել, որովհետև ինչպես Թումանյանը ասում էր, ուրախ լինելու արվեստը շատ կարևոր է, դա ճաշակի խնդիր է։ Եթե տարեդարձը առիթ է, որ քո միջավայրը, քո շրջապատը ուրախանա, ապա շատ լավ, թող լինի։ Բայց եթե տարեդարձը դառնում է պարտականություն, քանի որ այսպես, ապա այնպես, ապա այդպիսի տարեդարձը ես չեմ ընդունում։ Միայն այն տարեդարձը, երբ բոլորը կարող են ուրախանալ, եթե դա առիթ է ուրախանալու, եթե դա առիթ է ուրախության նկատմամբ ճաշակ դրսևորելու, քանի որ ամենադժվար բանը կյանքում ուրախ լինելու զգացողությունն է։ Եթե տարեդարձը բերում է ուրախություն, թող լինի, եթե ոչ, ապա ոչ։ Ինչ շրջադարձային պատմություններ են եղել ձեր կյանքում, որ փոխել են ձեր կյանքի ընթացքը։ Գիտեք, մի շրջադարձային պատմության մասին ես արդեն ասացի, դա նախախնամության կամքով Մագդա Ջանփուլադյանին հանդիպելն էր իբրև իմ դիպլոմային աշխատանքի ղեկավար եւ նրա շնորհիվ, նրա պարտադրանքով կարելի է ասել, ասպիրանտուրա ընդունվելը եւ գիտության ճանապարհն ընտրելը, նաեւ Թումանյանագիտության։ Մյուս շրջադարձային ինձ թվում է յուրաքանչյուրի կյանքում, ոչ միայն իմ կյանքում, դա սերն է, դա իր ընտանիքն է, իր ամուսնությունն է, որը նույնպես ինձ համար ես համարում եմ, որ կյանքում դժգոհելու ոչինչ չունեմ, իմ ամուսնու հետ հանդիպումներ, որը դարձյալ տեղի ունեցավ։ Տեսեք շրջադարձը ինչպես եղավ։ Մագդա Ջանփուլադյանը ինձ ուղղեց դեպի գրականության ինստիտուտ եւ գրականության ինստիտուտում ես հանդիպեցի իմ ամուսնուն Գուրգեն Կարապետյանին,
Գուրգենբարենցին, որը գուցե Հայաստանում ոչ այնքան, բայց ընդհանրապես հայտնի բանաստեղծ է, ռուսալեզու բանաստեղծ է եւ լավ բանաստեղծ է, կարծում եմ, որպես գրականագետ, եւ ես ունեցա ոչ միայն ամուսին սովորական իմաստով, որ պարզապես ամուսին երեխաների հայր, այլ իսկապես մեր միջև առաջացավ մի այնպիսի հոգեկցություն, որ ամբողջ կյանքում ես զգացի նեցուկ, ես զգացի մեկին, որը իմ յուրաքանչյուր ուրախությամբ ապրում է եւ ուրախանում է ավելի շատ, նաև գիտական հաջողություններով, որ ոչ բոլոր ամուսիններին է բնորոշ, ավելի շատ, քան ես, ամեն ինչ արել է եւ երեխաներին մեծացնելու, չունենայի այդպիսի ամուսին, ես չէի կարող գիտության հետ միասին 3 երեխա մեծացնել, 3 երեխաներին յուրաքանչյուրին այս կամ այն ձևով իրենց նպատակին հասցնել, այնպես որ եւ կարեւորը միշտ սեր է եղել ընտանիքում, սեր է եղել, որը փոխանցվել է երեխաներին, ստեղծվել է մի երջանիկ ընտանիք, հետևաբար շրջադարձը, ես կարծում եմ յուրաքանչյուրի կյանքում, այն կարևոր հանդիպումն է, որ պետք է լինի եւ որ Աստված կամենում է, Աստծո կամքով է լինում այդ հանդիպումը եւ ստեղծվում է մի ընտանիք, որը ես կարծում եմ այդ երջանկությունը մեր մեջ է, երջանկությունը ինչ-որ հեռու տեղ չի, ինչ-որ սարի ետևում, ինչ-որ քարի ետևում, եթե մենք գնահատել գիտենք, եթե մենք մեր ունեցածը կարողանում ենք գնահատել, դա արդեն երջանկություն է, եթե մենք տեսնում ենք, որ ունենք այն սերը, որ գուցե ինչ-որ մեկը չունի, ուրեմն մենք ավելի բախտավոր ենք, եւ այդ երջանկության զգացողությունը, այդ ինքնաբավությունը յուրաքանչյուր մարդու դարձնում է ավելի ուժեղ, եւ մենք այդպես էլ դաստիարակել ենք մեր երեխաներին, որոնք մեր գանձն ու մեր հարստությունն են, ինչպես իմ երեխաները, այնպես էլ իմ թոռները, դրա համար ես համարում եմ, որ իմ կյանքի շրջադարձը եղել է իմ ամուսնու հետ հանդիպումը եւ ամուսնությունը, որը ինձ միայն ուրախություն, երջանկություն ու բերկրանք է պարգևել կյանքում։ Ես ունեմ 3 երեխա եւ 5 թոռներ, պետք է ասել, որ նրանք իմ հպարտությունն են, ես չեմ կարող ասել, որ ես դժգոհ եմ նրանց մարդ տեսակից, կարծում եմ, որ նրանց հոգևոր աշխարհը այնքան հարուստ է, որ բավարարում է ինձ, որովհետև նրանք առաջին հերթին լավ մարդիկ են մեծացել ու նաև իհարկե իրենց մասնագիտությունների մեջ առաջնակարգ տեղ են գրավում։ Ինչ է կարծում, ինչ հետ կթողնեք հայ գրականագիտության պատմության մեջ։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ այդ հարցը դարձյալ ինձ չպետք է տրվի եւ նույնիսկ Թումանյանի պես մեծ բանաստեղծը ասում էր, թե դեռ ամեն մի գրողի գրածից թող մի անցնի 100 տարի, ես չեմ ասում 10 տարի, որ նոր ասեմ, թե նա ինչ գրող է, արդյոք իսկապես հետ կթողնելը շատ կարևոր է։ Ես երբեք չեմ մտածել, որ հետ կթողնեմ, ես մտածել եմ, որ գործը պիտի արվի եւ այս իմաստով շատ կարևոր է այն, որ ես կարծում եմ, այն, որ ես Թումանյանի կյանքն եմ հատկապես ուսումնասիրել, գիտեք ինչն է հետաքրքիր, օրինակ Արամ Ինճիկյանը խորհրդային տարիներին փորձեց գրել գիտական կենսագրությունը եւ գրեց միայն երիտասարդական տարիները, նա հասավ մինչեւ վերնատուն, մինչեւ 900 թվական, այսինքն շատ բաներ չէր կարող գրել այնպես, ինչպես կար։ Այստեղ էլ տեսնում եք ինչ բախտավոր եմ, իմ բախտը բերեց անկախության տարիներն էին եւ ես կարող էի գրել այն ինչ ուզում եմ, այսինքն կարող էի հենվելով վավերագրերի վրա ճիշտը գրել եւ այնուհետև Նվարդ Թումանյանը, նրա դուստրը, ամբողջ կյանքում զբաղվեց իր հոր կենսագրությամբ, տարեգրությամբ, չհասցրեց, մահվան մահճում պառկած ասում էր հայրիկի տարեգրությունը մնաց, չէր մտածում իրեն ինչ կպատահի, որ ասենք մի քանի րոպեից չի լինելու, ասում էր հայրիկի տարեգրությունը մնաց, եւ ես էլ չեմ հասցրել, ես ռուսերեն գրել եմ ամբողջական կենսագրությունը, բայց դա ընդամենը մի 1000 էջի սահմաններում է։ Թումանյանի կենսագրությունը առնվազն պիտի գրվի 3-4 հատորով, յուրաքանչյուր հատորը 1000 էջ։ Եվ ես կարծում եմ, այ իմ կյանքի գլխավոր
նպատակներից մեկը, ծրագրերից մեկը այդ գիտական կենսագրությունը ավարտին հասցնելն է։ Առայժմ ես գրել եմ միայն 12 տարին, որը դարձյալ 1000 էջի սահմաններում է, եւ մնացածը պիտի եւ շարունակությունը գրվի եւ սկիզբը։ Ահա այս դեպքում գուցե ինչ որ մի բան արդեն սեղանին կլինի։ Հետագա գիտության առումով էսպես է, երբ դու գիտական կենսագրություն ես գրում, դա պետք է գրել հնարավորինս շուտ, որպեսզի այն ավելի արժեքավոր լինի։ Օրինակ ասենք, ես ճանաչել եմ Թումանյանի դուստրերին, Արամ Ինճիկյանը նույնիսկ Թումանյանի մորն է ճանաչել։ Ես այսօր շատ լավ գիտեմ թորներին, նրանց հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ, եւ այդ ամենը օգնում է լրացնելու այն բացը, որ հետագա գիտնականին տրված չէ, անկախ նրա չափից դուրս տաղանդավոր կամ մեծ գիտնական լինելուց։ Այս իմաստով այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ես ճիշտ ժամանակին գուցե ուշացած եմ այդ աշխատանքը ձեռնարկել եւ գրել, ինչ որ մի բան կնշանակի, իսկ թե ինչ արժեքով, ինչպես, ինչ որակով, թող սերունդները որոշեն, կամ թեկուզ ներկայիս գիտնականները կամ ուրիշները, բայց ոչ ես կարծում եմ, ես ասելու բան չունեմ ինչպեսի առումով, բայց այն, որ ես պարտավորվածություն ունեմ, պարտք ունեմ Թումանյանի հանդեպ, Թումանյանի ընտանիքի, հայ մշակույթի, որովհետև դա շարքային կենսագրություն չի, նրա մեջ բեկվում է հայ ժողովրդի ճակատագիրը, բեկվում է մեր մշակույթի պատմությունը, դա մի ամբողջ, դա անսպառելի է, հնարավոր չի սպառել անսպառելին, դա միևնույն է ես չեմ սպառելու, միևնույն է վերջակետը ես չեմ դնելու, բայց գոնե ինչ որ մի աստիճան, ինչ որ մի բան, եթե ես օգտակար լինեմ հետագա սերունդներին, միայն ուրախ կլինեմ։